ուրեմն սրանք էլ ակտիվանում են, տակացել են գործերի ժամանակն անցավ, ձմեռվա եւ նորից իշխանափոխություն, նորից նոր ընտրություններ, Հայաստանի մեղադրում են պետական ուրեմն 44 օրյա պատերազմ սկսելու մեջ։ Այս եղել է, ես կարող եմ ասել նաեւ Իսրայելը նույնիսկ համեմատելու բան չունի այս պարագայում Հայաստանի հետ։ Բարև ձեզ, հարգելի հայրենագիտներ, մենք ուղիղ եթերում ենք, ինչպես միշտ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հայացք Երևանից հաղորդաշարով ամեն շաբաթ մենք ուզենք չուսենք, բնության վրա ազդել չենք կարող, ձմեռը անցավ, գալիս է գարուն եւ եղանակը լավանում է, եղանակի հետ նաեւ մարդիկ են ուրեմն տրամադրություն փոխում գարնանային ուրեմն նոր կյանք է գալիս, ինչպես գիտեք, բանաստեղծը կասեր, նոր կանաչներ, նոր սերեր եւ այլն, բայց սա բնական է եւ այդպես պիտի լինի նոր փոփոխություններ։ Բայց բանն այն է, որ Հայաստանում բնությունն է փոխում, բայց ոչ ռևանշիստը եւ ռասիստրուկ, ռսակոտ ջորդը։ Ուրեմն սրանք էլ ակտիվանում են, տակացել են գործերի ժամանակն անցավ, ձմեռվա եւ նորից իշխանափոխություն, նորից նոր ընտրություններ, նորից հավակնություններ, այսինքն այն ինչից դուք զզվել եք, որից կներեք բառի համար, ես ինքս զզվել եմ եւ աշխարհն է զզվել, սրանց պրիոմներից, սրանց Ղարաբաղյան կլանից, ուրեմն Մոսկովա հպատակ չեկիստներից եւ այսպես է ուրեմն ռուսական գագեբեի ուղղորդումով թուրքի շներից այսպես բայց թե ինչ արած հիմա ուզենք չուզենք պիտի անդրադառնանք այդ հարցերին որովհետև այդուհանդերձ մեր քաղաքացու մեր հայրենակցի գիտակցությունը պետք է մաքուր լինի ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը բարձր որովհետև կարողանա Սոդոմ Գոմորի մեջ շարունակել։ Այդ կանը բոլորը հասկանալի է, բայց որ հասկանում եք, ժամանակին սովետական տարիներին, որը դուք լավ հիշում եք, բողոքավորը վատաբրողներ, ում անունը ուրեմն բողոքավորը նա էր, ով որ վատ էր վճարվում, արդար էր աշխատում, շատ բան չէր հասնում եւ բավականին դժվար էր ապրում, հիմա իրադարձությունների ընթացքը Հայաստան աշխարհում արմատապես փոխվել է, բողոքավորը գանձագողն է, մանկապիղծն է, հայրենիքը հանձնողն է եւ ճարպակալած գեներալը, որի քաշը 180 կիլո է, ուղեղի քաշը 0, ուսադիրները զատո ոսկե աստղ են, թե ինչու է ոսկե աստղ հասկանալի չի։ Հիմա այսպես Եվ տեսնում եք, ուրեմն ակտիվացել է քաղաքական կյանքը, էլի պատերազմը շարունակվում է, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ոսոխի դեմ, Ռուսաստանն է, որ ներխուժել է ռուսական ներխուժման դեմ, Հայաստանում եւ հայկական միջավայրում պատերազմը շարունակվում է սեփական պետականության եւ սեփական իշխանության դեմ։ Անկախ այն բանից այդ իշխանությունը ինչպիսի որակ ունի, ինչ ունի եւ այլն, Տեսնում եք ինչքան հագադիր ենք մենք, ինչքան ճգնաժամը հաղթահարվում է կամ խորանում է, երկու տենդենսներ կա, այնքան մեզ մոտ դրական հատկանիշների հետ կողքին բացասական միտումները շատ ավելի այլանդակ դրսևորումներ են ունում։ Եվ այսպես Արցախում պարտություն գրած, կողոպուտ արած, Թալանի վարպետները մեղադրում են ուրիշին Արցախը հանձնած, որ իրենց նաև բնակության վայրն էր։ Եվ ինչ ասես, բացատրելը քիչ է, եւ սրանք շարունակում են իրենց խլուրտային գործը, որովհետեւ օրենքը չի աշխատում։ Եթե իրավական պետության նորմատիվներն իշխանություն աշխատեցրած դիներ, վաղուց սրանց մի մասը ուրեմն Բաքվի փոխարեն կհանգրվաներ ամերիկյան Գուանտանամոյի Կուբայի բանդում, բայց ստիպված ենք մենք խոսքով անդրադառնալու, որովհետև չի կարելի ջուրը պղտոր թողել։ Եվ ասպես, դուք գիտեք, որ ռևանշիստների երկու թևեր, որոնք խորհրդարանում ներկայացված են, կարծես թե գզվրտոցի մեջ են։ Այդ բառի համար ես ներողություն եմ խնդրում, իհարկե իմ ասած բառերը բոլորը քաղաքականության հետ կապ ունեն եւ խոսքը քաղաքական գզվրտոցի
մասին է մնացած, ինչ չի հետաքրքրում իրենց անձնական կյանքն է եւ ինչն է պատճառը։ Մենք պետք է միշտ իմանանք, որ քաղաքականությունը երկու շերտ ունի։ Մեկը այնպես ինչպես դրսևորվում է, դա մակերեսային է, դա մանիպուլացիոնն է, նայած թե որ ուժը քաղաքական չասենք Հայաստանում, որ քրեական անցյալի ուժը քաղաքականի անվանդակ ինչպես է ուղղորդում այդ հոսանքները, իսկ ներքին հոսանքները թե իրականում ինչ է կատարվում։ Ես հասկանում եմ ինչ է կատարվում եւ ուզում եմ ասել հետեւյալը, որ ինչու են շտաբում, ինչու է աղմկում կետը, հիշում եք ֆիլմը, այն ժամանակ հասկանալի էր ինչու է աղմկում, սրանց եւս հասկանալի է։ Տևականորեն Մոսկվայի Կրեմլի համբերությունը հատում է եւ նրանք, որոնք պիտի հեղաշրջում անեին, չկարողացան, մի պարտիայով ուղարկվեցին Բաքու նամազի, զնդաններ, պատիժ կրեցին, որտեղ Հայաստանում իշխանություն ճիշտ է Արցախ հանձնեցին, զենքը հանձնեցին, հազար մի բաներ արեցին, ժողովրդի տեղահանությունը կազմակերպեցին, բայց Հայաստանում իշխանափոխությունը, որ սրանց մոտ էշխանա կամ էշափոխության տեսք ունի, դա տեղի չունեցավ։ Եվ հա պատժվեց մի կլանի մի մասնաճյուղ, ուղարկվեց զնդաններ Բաքու, փոխանակ ուրեմն պարգևադրվեն, չնայած սրանց մի փոքրիկ մի խումբ էլ պարգևադրվեց։ Գարեգին ուզուրպատորը Լենին իշխանությունը ստացավ Արցախը Ադրբեջանին հանձնած Պուտինի կողմից, վերջերս նաև եղբայրը ստացավ համապատասխան ծառայության դիմաց։ Եվ այդպես էլ նրանք հաջորդին չասեցին, թե այն պետությունը, որ կազմակերպել է հաջորդի պետության դեմ խաչագրած արշավանք, ինչու է հայոց ուրեմն պետականության, իրականության մեջ հիմնական ինստիտուտների պետերին պարգևադրում, որ ծառայության համար, ինչ դավադրության համար, որովհետև դա այդպես ուղղված է եղել մեր պետության դեմ, իսկ հիմա ուրեմն երկու նախագահները անցյալի եւ շատ էլ տարածում են անցյալը չասեն, բոլորն անցյալ են, չէ, բոլոր անցյալ չեն։ Դուք հավերժ անցյալ եք, մյուսները գուցե անցյալ կդառնան, գուցե չէ, բայց դուք հավերժ անցյալ եք։ Այս հավերժի անցյալները խառնվել են իրար, նորից իշխանափոխության հարցերով են զբաղված։ Ինչն է պատճառը։ Ինձ թվում է պատճառը շատ պարզ է։ Մոսկվան նադայել է եղել սրանց անկարողությունից, ժողովրդի մեջ հարգանք չունենալուց, ժողովրդի անունից խոսելուց եւ ժողովրդի ցեղու լինելուց եւ իշխանափոխություն չկարողանում անել եւ խոսակցություններ կան, նույնիսկ միջազգային լրատվամիջոցներում, որ Մոսկվան ռեզիդենտին փոխել է, այսինքն այն սիրեցյալին, ում որ տաքացնում է առաջի պլան առաջիկայում կբերեն կհայտնվի որպես հավանաբար ազգային խոշորագույն գործիչ Միկոյանի մակարդակի գրեթե մարդ կամ էլ Միգրանյանի մակարդակի տագանք կամ էլ Արա Աբրամյանի չափ միջակ, որևէ մեկին հանելու եւ սրանք կորցրել են իրենց տեղը, խառնվել են իրար, տիրոջ ապացուցելու, որ դեռևս իրենք պիտանի են, եւ խոսում են անհետեցություններ, գործը հասել է նրան, որ սրանք ապրելով Երևանում, ձեր հետ միասին, դավելով Հայաստանի պետականությունը, Հայաստանի մեղադրում են պետական ուրեմն 44 օրյա պատերազմ սկսելու մեջ։ Այս ուրեմն քաղաքական, ուրեմն տեսեք Արիստոտելը ասում են մարդը քաղաքական անասուն էր, ես այդ բառը պետք է օգտագործեմ, քաղաքական այս անասունները, ուրեմն խեղաթյուրելով իրականությունը կամ լինելով այնքան անգրագետ քաղաքականության մեջ, գուցե դիտավորյալ, գուցե ոչ, ուրեմն անտեսում են բոլոր հայտարարությունները, Շոյգու, Մոյգու, ուրեմն Գուրգինով եւ այլն, բոլորը, որոնք բացատրում է, որ այս բոլորը եղել է Լավրովի պլանով, Հայաստանը պետք է պարտվեր նաև մեր հանրապետությունը նաև Լավրովի պլանով, բայց սրանց այն բանին չի, հիմա սրանց մի օր երբ Լավրովը սպանի վերցնի, Լավրովի պլանով Հայաստանը պարտվեց, իրենք ասում են Հայաստանն է սկսել պատերազմը, խայտարակություն է։ Էլ չանդրադառնամ սրան, ուրեմն սա անցյալի, ուրեմն
գերեզմանից միջիչ հասկանում եք ոնց է, այս կան մարդը անցյալ լինի, մարդկային բանականությունն ու մարդկային մթագնած լինի, տգիտությունը այն չափն ունենա, որ երբ աշխարհում ցանկացածին հասկանալի է, որ Արցախում պատերազմը սանձազերծել Ադրբեջանը Ռուսաստանի սխեմայով Հայաստանի իշխանություններին մեղադրի, այս հիմա հայ է թե չէ, այդ են թուրք է, որ ասում են, ես այդ տարբերակը նկատի չունեմ, իրականում այս մարդիկ հայ են թե չէ, եթե հայ են հաջորդ սրանցից պետք է հրաժարվի եւ պատժի իհարկե, պատժի բոլոր իմաստներով, այդ են չի որ չպետք է պատժվեն, հիմա սրանք խառնվել են իրար, երբ մտածում են Հայաստանի նոր իշխանությունը երևի այլևս թավշյա իշխանություն չի լինի, այլ իսկապես կվերցնի կխուզի եւ սեփականությունները կպետականացնի, օրինակ ես կարծում եմ, որ մի 10 հոգու հանրապետության կամ պետության առաջին մի քանի ուրեմն առաջի դեմքերի սեփականությունները պիտի ուրեմն ազգայնացվի եւ դրամադրվի պետության դրամադրության տակ պետական պահպանություններ պիտի վերացվի ինչքան կարելի է հիմա ուրեմն այս հերանեկարները կան երկրորդ մասը կա որի մասին ասում եմ Տարօրինակ բան կատարվեց Մերձբալտիկայում, Մերձբալթյան հանրապետություններից կամ Բալթյան պետություններից մեկում, Տալլինի մայրաքաղաքով Էստոնիայում, դուք տեսաք վերջին հաշվով մեր պետականության հիմնարար մի արարողություն, որը եղել է Տրտատ մեծի օրերից, Գրիգոր Լուսավորիչի, որը համառորեն տորպետահարում է հայոց ուրեմն առաքելական եկեղեցու սրբազան գահը սեփականաշնորհած ուզուրպատորի կողմից, որը մոռացվել էր։ Նաև չմոռանանք Անտիլիասը, որոնք այս երկուսն են, որոնք իրար հետ ողերիմ թշնամիներ էին սովետական տարիներին, ողերիմ։ Հիմա եղբայրացել են Հայաստանի պետականության դեմ պատերազմում, տարօրինակ բան է։ Սա երևի աշխարհում ուրիշ տեղ չի եղել, չի լինի։ Եվ այսպես ուրեմն ինչ կատարվեց։ Մենք տեսանք, թե ինչպես է ուրեմն Բալթյան երկրների ուրեմն հայոց առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Վազգեն Սրբազան Միրզախանյանը ըստ ուրեմն կանոնագրի ըստ ուրեմն Տրտատ մեծի և Գրիգոր Լուսավորիչի սահմանած ավանդույթի Հայոց Հանրապետության վարչապետի հետ ուրեմն անցկացնում արարողություն, միասին հայրմեր արտասանում եւ այլն եւ ճանաչում պետական իշխանության գերակայությունը։ Ուրեմն այս շպիոնների համար մահացու բան է եւ անմիջապես ուրեմն ռուսական շահերի պաշտպանության եւ Ղարաբաղյան կլանի հետ սերտ առնչություն ունեցող ուրեմն հոգևոր դասը մի չգիտեմ ինչ ասեմ, բառը չեմ ուզում ասել, բայց մի վայնասուն են բարձրացնում աշխարհում եւ քննադատում են arczepiskopos-ին այն բարակ սրբազանին այն բարակայի համար, երբ մարդը հարազատորեն կատարել է Հայաստանի պետականության 301 թվականից սահմանած պետական հոգևոր կարգը Դե այստեղ ինչ են ասում, դե եկ վարդապետ ու մի խելագարվի, բայց մենք այլևս խելագարվելու տրամադրություն չպետք է ունենանք եւ պետք է շարունակենք մեր երթը։ Ուրեմն սա այն է, ինչ որ կատարվեց եւ ես ուրեմն ուզում եմ հետեւյալն ասեմ։ Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը նման պարագաներում, որպես քրիստոնեական արժեհամակարգ դավանող եւ երկրում քրիստոնեական ուրեմն պատկերացում նոր գեր ժամանակակից պետություն ստեղծելու մոդելի ջատագով, ինչպիսին Գերմանիան է, ինչպիսին Ավստրիայի Հանրապետությունն է, ինչպիսին եւ այլ մոդելների մասին է խոսքը ջատագով իր զորակցությունն է հայտնում եւ պաշտպանության տակ վերցնում ուրեմն Բալթյան երկրների հայոց առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ գերաշնոր Վազգեն Սրբազան Միրզախանյանին եւ ես կոչ եմ անում աշխարհում եք այջանը Տեր կանգնեք այն ամեն արդարին, Տեր կանգնեք այն պետականակերպ երևույթին
ինչը որ ձերն է, ինչով դուք կարող եք համաշխարհային քաղաքական բեմարտակում ունենալ այն, ինչ որ ժողովուրդներն ունեն շատ վաղուց, ինչը մենք ունեցել ենք դարեր առաջ, բայց ինչը կորցրել ենք ցարերի իշխանության տարիներին, ուրեմն ես կարծում եմ, որ արդա այսպես կգա մի ժամանակ եւ Միրզախանյաններ կդառնան Հայաստանյա ցառաքելական եկեղեցու կաթողիկոսի ուրեմն գահի բազմած այն հոգևորականները, որոնք ձեռքի տված պետական իշխանության հետ կամրացնեն մեկը նյութական Հայաստանը, մյուսը հոգևոր Հայաստանը, եւ այդ նյութական եւ հոգևոր Հայաստանի ձուլվածքի բարակայում մենք չենք ունենա որևէ խոդորում եւ մենք ավելի վստահ կքայլենք դեպի ապակա Հայաստանի պետականության վերականգնումով։ Սա էլ էսպես դա նկատի ունեցեք։ Հիմա այսպես շարժվենք առաջ եւ ես կարծում եմ, որ մենք պիտի նաեւ ոչ միայն քննադատենք, ցույց տանք բացասական գողապետական երևույթները, որից արդեն կներեք դուք էլ մենք էլ զզվել ենք որի մասին խոսելուց եւ որի վերաբերյալ հազար մի ուրեմն արձանագրումներ են արել, որ սրանք պիտի պատժվեն, նաև մխիթար գոշի դադաստանագրքին արժանանան, բայց քանի որ չեն արժանանում, մեր խոսակցությունները պարաբուրտի ձևով շարունակվում են, բայց դա կարևոր չի այդ պարագայում, որտեղ ազգային ինքնագիտակցությունը բյուրեղանում է, ուրեմն շարժվում ենք առաջ։ Ուրեմն այս երկու փաստերը, որոնք մեր օրերի իրողություններ են, եւ դա ուրեմն դրական միտումներ ունի իր մեջ։ Մնացածն ասեմ հետեւյալը, որ իհարկե մենք ծեսել միասին կգերատասենք, խոսել մեր երկրի տնտեսության վերակառուցման, քաղաքական համակարգի վերափոխումների, սահմանադրական կարգի կանոնավորության, նաեւ իհարկե քրեական օրենսգրքի վերջը աշխատելու մեխանիզմների մասին, որովհետեւ ասեմ ձեզ բարեկամներ, չուր կարծիք է տարածվել, թո դեմոկրատիան կամ ժողովրդավարությունը ամենաթողությունը, դա շատ վտանգավոր թեզիս է, նախ ժողովրդավարությունը ամենևին էլ ամենաթողություն չի, այլ դա պետության կառուցմակերպման կառուցվածքի ձև է, իսկ այդ ձևերը 1001-ը կարող են լինել, կարող եմ 1001 աշխատանքներ ձեզ ցույց տալ եւ դեմոկրատիան ունի հազարավոր մոդելներ, հազարավոր իհարկե չափազանցություն է, հարավոր մոդելներ, որի մեկը որն է ժողովրդի գերիշխանության ապահովումը, ժողովուրդը գերիշխան է եւ ժողովուրդը ընտրությունների ճանապարհով ստեղծում է գերիշխան պետականություն։ Հիմա այս բարականերում բնականաբար ձևերը կարող են բազմազան լինել, բայց դեմոկրատիայի ժամանակ պետական իշխանությունը թույլ լինել չի կարող, ներողամիտ չպետք է լինի, այլ պետք է լինի օրենքի գործադրման պետական մեխանիզմ, որը բխում է ժողովրդի իրավունքից։ Ժողովրդի իրավունքն է ունենալ գերագույն կազմակերպվածության պետություն իր տնտեսությամբ, առաջին հերթին նկատի ունեմ հենց տնտեսական մասը, ուրեմն արդյունաբերություն, ագրարային տնտեսություն, նոր տեխնոլոգիաներ, նանոտեխնոլոգիաներ, ինժեներական գործ, անշուշտ դրանց թագուբսակը նոր կրթությունով, նոր համալսարաններով, որի ուղղությամբ պետք է շատ աշխատել, անշուշտ դրա վրա բազմած հայոց չքնաղ մի երևույթով, որ կոչվում է հայկական մշակույթ կամ հայ քաղաքակրթություն։ Սրանք պիտի լինեն եւ մենք պետք է այս հարցերը քննարկենք, թե ինչպես, ինչու եւ տեսնենք, թե քաղաքական համակարգերը ինչպես են նպաստում դրանց։ Ոչ թե անընդհատ էս զզվեցինք սրանց անուն ազգաններ լսելուց։ Երկիրը կողոպտել են, Արցախը հանձնել են ու անընդհատ չեն լռում, գոնե լռեն։ Իհարկե սրանք չեն լռի, եթե օրենքը սրանք չլռեցնի։ Մի օր կլռեցնի հավանաբար, հույս ունենանք։ Հիմա սրանք կարևոր բաներ են։ Հիմա մշակույթի մասին մի դիտողություն ասեմ, այսօրվա հաղորդումը դրանով երևի սահմանափակ ենք։ Ես ուրեմն այս հաղորդումով դիմում եմ մեր ուրեմն սպասարկման ոլորտի ամենակայացած ճյուղերի մեկի սեփականատերերին կամ մենեջերներին։ Ես նկատի ունեմ տվյալ բարականում ռեստորանային, սրճարանային տնտեսությունը, որը հաջողությամբ Հայաստանում զարգանում է եւ իմ տեսածով
կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե գները նկատի չունենանք, իսկ գները պետք է մի քիչ անգում ունենա, որ ժողովուրդը դրանից ավելի շատ օգտվի, ուրեմն, եթե դա նկատի չունենանք, մենք կարող եմ ասել, որ երկրներ ասեմ, որ ես եղել եմ եւ վստահ կարող եմ ասել, նախապատերազմական Ուկրաինա, կարող եմ ասել հենց Ավստրալիա, որ մի քանի որ առաջ եմ եղել այնտեղ, Միացյալ Նահանգներ, որ մի տարի թե երկու տարի առաջ եմ եղել, կարող եմ ասել, որ Հայաստանի ուրեմն ռեստորանային ընդհանրական տնտեսությունը շատ ավելի անգամ կազմակերպված եւ ուրեմն հաճելի տեսք ունի, քան նույնիսկ գերզարգացած այս պետությունները, գուցե ուրիշ տեղեր եղել է, ես կարող եմ ասել նաեւ Իսրայելը նույնիսկ համեմատելու բան չունի այս պարագայում Հայաստանի հետ։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, այս ոլորտը կայացել է եւ մարդիկ մասնակիցների կամ սեփականատերերի հետ զրույցներն ցույց են տալիս եզրակացնելով, որ դա այդպես է, որովհետև այստեղ պետական հովանավորություն չկա, կա ազատ մրցակցություն օրենքի շրջանակները, ինչը մեր բոլորի խնդիրն է, որ Հայաստանը դառնա ազատ մրցակցության օրենքի գերակայության, որը բխում է իրավունքից, հաջորդ իրավունքից, ուրեմն այս բոլորից բխող երևույթ է եւ մենք ունենք մեծ հաջողություն այստեղ։ Հիմա այդ մեծ հաջողությունն ավելի մեծ կլինի, ինչի մասին ես ուզում եմ ասել եւ շնորհակալություն եւ սեփականատերերին եւ կազմակերպիչներին իհարկե նաեւ բարեկրթորեն սպասարկող տասնյակ կարելի ասել 100, գուցե եւ հազարավոր մեր այն երիտասարդ տղաներին, աղջիկներին, ուրեմն կանանց եւ տղամարդկանց, որոնք հաճելիորեն սպասարկում են, ապահովելով ոչ միայն եվրոպական ստանդարտ։ Ես ուզում եմ ասել, որ մենք այդ Եվրոպա գնալ չգնալու պարագայով մենք պետք է սահմանենք հայկական ստանդարտ, որը ավելի բարձր պետք է լինի, քան Եվրոպան է, ավելի բարձր, քան Հնդկաստանն, այն երկրները, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ եւ այն հաջողությունը պիտի ունենա ավելի քան սպասարկման չինական ձևն է։ Դուք գիտեք, աշխարհը պատած է չինական ռեստորաններով, սրճարաններով, չինական կերակուրներով եւ այլն։ Բայց այստեղ մի բան ասեմ, առաջինը մենք այդուհանդերձ դժվար ենք առանձնացնում հայկական կերակրատեսակները ընդհանուրի մեջ։ Սա պիտի նկատի ունենալ եւ այստեղ քրտնաջան աշխատանք անել, որովհետեւ մենք էլ ունենանք այնպիսի բրենդներ, հիմա ինչպես ասում են, ինչպես են ասենք իտալական պիցցան է։ Անկախ են բանից, որ գիտենք, որ յուրաքանչյուր լավ տանտիրուհի, լավ տղամարդ, որը սիրում է պատրաստել, կարող է պիցցա պատրաստել, բայց պիցցան բոլորը գիտեն, որ դա իտալական կերակրատեսակ է։ Խինգալին ինչ կանել գովեք ասեք, օրինակ ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր խինգալին գերազանց է, քան վրացականը, Թիֆլիսին է, Ախալքալակին է, Ջավախին է, բայց այդուհանդերձ դա վրացական կերակրատեսակ է։ Հիմա ո՞րն է բրենդային այն կերակրատեսակը, գինիների մասին չեմ ասում, որտեղ հայկական գինիների որակը շատ ավելի որակյալ է դառնում, բայց շատ է ռեստորաններում, շատ քիչ է հայկական կոնյակը։ Մինչդեռ կոնյակը պետք է շատ լիներ, քան թե ուրեմն օղու մասին է խոսքը եւ այլն, որովհետեւ կոնյակը չի հարբեցնի, օղին կհարբեցնի եւ օղին մերը չի, դա արաղն է, կամ թուրքերեն արաղն է, կամ ռուսական ոդկան է զակուսկիով։ Մեր առաջինը գինին է, երկրորդը մեր բարձանք հայկական կոնյակ։ Բայց դրանք պետք է ռեգլամվեն, բացատրվեն, որ յուրաքանչյուր մեկը Ավստրալիայում լինի, թե Չիլիում, լինի Գրենլանդիայում, հենց չիմանա հայը ինչ բան է, Հայաստանը չէ, բայց ասի սա հայկական է։ Ինչպես որ բոլորը չգիտեն Իտալիան որտեղ է, Իտալիան ինչ է նշանակում, բայց ասում են իտալական պիցցա։ Ուրեմն այս հարցը բրենդի հարցը պիտի լուծել, որտեղ որպես քաղաքագետ ասեմ ձեզ, սիրելիներ, ուրեմն փափուկ ուժը պետության, որը մշակույթի, ավանդույթների, աշխատանքի կազմակերպման մեջ է, երբեմն ավելի հզոր բան է, քան միջուկային զենքն է։ Պետություններն ու ժողովուրդները աշխարհի պինդ փակված դռները
շատ հաճախ բացում են փափուկ ուժով, soft power-ը, եւ դա մշակույթն է, ավանդույթն է եւ այլն։ Հիմա երկրորդ մասն եմ ասում, որովհետեւ մենք ունենք մի խնդիր, որը սովետական տարիներից հետո շատ ավելի սրվել է։ Մեր ժողովրդի մի զգալի մասը, ես դա չարությամբ չեմ ասում, շատ ցավով եմ ասում, ժամանակի օրերի ժամանակ չունենալու խնդրի պատճառով անգրակետ է, դա ավելի շուտ բարեհունչ գրակետ չի, ազգային ագույթուն չի տիրապետում եւ նրա ուղեղը լվացում է ռաբիսով, լվացում է թրքական ելևէջներով, ռուսական բարտերով, որից ես զզվում եմ, մենք գասպադա օֆիցերի, թե ինչ։ Ուրեմն այս նման բաներ, հիմա ինչ եմ ուզում ասել, սրանք պիտի դուրս մղվեն մեր ռեստորանների հաճելի միջավայրերից, հարսանյաց հանդեսներից, դուք տեսնում եք ինչ լավ կազմակերպում է, գեղեցիկ շնորհավոր եւ դրա համար ասել եմ կրկնեմ, դուք կարող եք նախաձեռնել եւ դասական երաժշտություն, ուրեմն ներդնեք այդտեղ, օրինակ, ինչ կլինի, եթե այն տեղ, որտեղ երեկոյան մարդիկ նստում են, զրուցում են, իհարկե սնվում են եւ իրար հետ ուրեմն քրտնջալով խոսում են, որովհետեւ հարևաններին չխանգարեն, հետ չի խանգարի, ենթադրենք, եթե դուք Վիվալդիի երաժշտություն միացնեք, մի զարմացեք։ Ընդհանրապես չի խանգարի, եթե այդ կամարների տակ հնչի Լուսինե Զաքարյանի անկրկնելի աստվածային ձայնը եւ երգը։ Սա կկրթի, դուք պարտավոր եք, սեփականատերերի մասին է։ Դուք մի հարցը լուծել եք, հիմա պետք չի ամեն ինչ պետության վրա գցել։ Ուրեմն դուք կարող եք մշակութային հեղաշրջում անել, ասենք նաեւ հարսանիքներին այդ թևածի ազնավուրի այդ ոգեղեն ինչ ասեմ զմայլելի հոգի շոյող կյանք ապարգևող եւ ձեզ հայի արժանապատվություն ձեզ վերադարձնող երգով երաժշտությունով այդ մենք շատ բան ունենք իմիջիալոց ես ուղղակի ցցում դեպքերն եմ ասում եթե դուք ձեր ուրեմն ոգեղենի բարձրացման համար համապատասխան միջավայրում հատկապես երիտասարդության մեջ շատ պետք չի խոսել հայրենիք սիրում եմ, դե որովհետեւ դա այնպես տրաֆարետ է վերածվել։ Այ եթե նման միջոցառումներին, օրինակ եմ ասում իհարկե, եթե դուք, ասենք, Էդուարդ Դարբինյանի «Ձայնը հնչեց» կատարումով երգը հնչեցնեք, դուք հայրենասերներ կունենաք, դուք բարեգիրտներ կունենաք, բարձր ճաշակ ու մշակույթեր կունենաք եւ իհարկե կունենաք Գիգորի փոխարեն մարտնչող հայ տղա, որը կամ աղջիկ պատրաստ է ամեն ինչի։ Ինչ եմ ուզում ասել, մշակույթը բարձրացում է, նկատի ունեցեք, գամ։ Ես ձեզ ասեմ հետաքրքիր մի բան։ Եթե համապատասխան միջավայրերում են տրամադրության հայկական կոնյակի ազդեցության տակ մեկ էլ հնչի Արամ Խաչատրյանի Սուսերով բարը։ Իհարկե ոչ թե իրար ծեծելու համար, այլ այդ միջավայրը փոխելու համար։ Ես ձեզ մի բան ասեմ, սիրելիներ, եթե դուք կգնաք Իսրայելում կամ Հորդանանում առավել եւս, ուղղակի գիտեմ, որ Հորդանանում քիչ է լինում հայություն, ես զբոսաշրջիկ եւ այլ նկատի ունեմ, իսկ Երուսաղեմում շատ է լինում, ուրեմն եթե դուք փորձեք մի երկու անգամ Հորդանանի թագավորական ալիքը լսել, որտեղ նրա թագավորական ալիքը սփռվում է Իսրայելի տարածքում շատ հարմար ձևով, ես դա ինձ համար 3 տարի ուղեկից է եղել, կարծես թե լեզուն կհասկանաք, չի հասկանա դա կարևոր չի, բայց դուք շաբաթվա մեջ առնվազն 3 օր առավոտյան հանկարծ կտեսնեք Արամ Խաչատրյանի Սուսերով բարը կամ ուրեմն դրա ոգեղեն մի երաժշտություն եւ արաբական նժույգը, որ սարերով կակաշների միջով սլանում է առաջ։ Իսկապես եմ ասում, հենց Արամ Խաչատրյանի Սուսերով բարը կամ օպերան ամբողջովին կամ դիսատ եւ այլն։ Շաբաթը 2-3 անգամ դուք հաստատ կտեսնեք եւ կշշմեք։ Իսկ ինչու դա չեք ուզում շշմել հենց Երևանում, հենց հարսանիքների ժամանակ, հենց կնունք ծնունդի ժամանակ եւ այլն։ Ինչու չեք ուզում այդ պետք չի անընդհատ ասել մեր երկիր հա կորցրել ենք, հասկացանք, հա կորցրել ենք,
բայց որպեսզի վերադարձնի, առաջինը ցանկացած երևույթի վերադարձը գիտակցության մեջ է լինում։ Հա, ձեզ օրինակ ասեցի, ձայն մհնչեց Էրզրումի հայոց լեռները եւ ձեզ կանչեց հոգեղենորեն վերապրել Հայաստանը, հայկական լեռնաշխարհը եւ իրար հետ հաճելիորեն զրուցել։ Այդ ժամանակ երբեք ոչ մեկը իշխանապողության մասին չեք մտածի, նույնիսկ կթքեք այդ իշխանապողություն բառ անգամ ստեղծողների եւ կլանի վրա, ինչու՞։ Որովհետեւ դուք արդեն հոգով վերադարձած կլինեք ոչ միայն Էրզրում, Կարին, ձեր հայրենիք, նաեւ կհասկանաք, որ առանց պետականության առանց ուժեղ պետական հովանավորություն ունեցող մշակույթի եւ տնտեսության ոչ մի տեղ չեք վերադառնա, առանց դրանց կվերադառնաք Ռաբիսի գիրք, թուրքական երաժշտություն եւ նեյնիմներ։ Այսպիսի բաներ, բարեկամներ, ուզում եմ ասել, որ ահա մշակութային եւ այլ վերադաստիարակությունը այսպես կարող եմ ասել, այ իմ խնդրանքն է տվյալ բարակայում, որպես քրիստոնյա ժողովրդավարական բուսակցության նախագահի մեր սեփականատեր գործարարներին, ովքեր որ այս սպասարկման ոլորտի այս ոլորտներում այսպես աշխատում են, որոնք կարող են իրենց եւ այստեղ մեծ եկամուտներ ունենալ, ծերի չիներ, նկատի ունեցեք, մարդիկ որպեսզի լսեն Շարլ Ազնավուր, կհաջախեն ձեր սրճարան մի բաժակ սուրճի, իսկ դուք եք սուրճը կվաճառեք իրենց, այս է բիզնեսի կանոն, ուրեմն աշխատեք, օգտվեք դրանից, բայց մենք ազգովի մեր հոգիները կմաքրենք, իսկ հոգիները մաքրված Հայաստանում ռսաստրուկին տեղ չի լինի, ոչ է թրքահպատակին կլինի, ոչ թուրքի շանը, ոչ է ռուսի բանին, կագեբեյշնիկ, ուրեմն ուղղորդված, ոչինչ չի լինի, կլինի Հայաստան, հայկականություն, արժանապատվություն եւ իմացեք, որ նման պետությանը շատ ավելի կհարգեն, ես վստահ եմ, հենց առաջինը Կրեմլի դիրակալները, որոնք ձեր մեջ տասնյակ տարիներ մեր մեջ աշխատել են, որ մեր ուղեղները փչացնեն եւ հաջողություն են ունեցել, այլևս այդտեղ դուք վստահ եմ, որ ովիճով նաեւ չեք խոսի կդիմեք, այնպես ինչպես դիմել են մեր նախնիները։ Մտերմիկ անուն առ անուն մեր դիմելու ձևերը նկատի ունեցեք, երբ հայերը խոսում են բարյացական միջավայրում անունով են իրար դիմում, ինչու է դա այդպես, դա շատ մտերմիկ է, հարազատացնում է, իրար է կապում, իսկ ովիճովնա մերը չի, թուրք թաթարական ռուսական մի աղբ է, որ մտել է մեր ուղեղի մեջ եւ մեզ իրարից բաժանում է, մենք ովիչ ու ովնա չենք, այնպես որ ինչպես որ Մովսես խորենացին ովիչ չի, ովնա չի, եթե այդպես լիներ Մովսես խորենացու հայրանունը կիմանայիք, կամ Դավիթանախտի, կամ էլ Կոմիտասը, բայց չեք իմանում, որտեղ մենք այդ ավանդույթը չունենք, որտեղ մենք տաք, ջերմ եւ իրար սիրող ժողովուրդ ենք եղել, չենք եղել այսպես պառակտված դրտեսների, չեկիստների, ռուսական այլանդակություններով վերադաստիարակված մարդկանց։ Մենք պետք է վերակերտվենք, որպեսզի վերակերտենք մեր հայրենիք, այսպես ասեմ, վերակերտեք, վերատիրացեք ձեր մշակույթին, մեր մշակույթին շատ հետո արագ դեր կդառնաք ձեր լեռնաշխարհին, հայրենիքին եւ այլն, հակառակը չի լինելու։ Խոսքս փակում եմ, այսօր ավարտեմ, ուրեմն Աստվածաշնչից Հովհաննես ուրեմն առաքյալի խոսքով, հիշեք միշտ սկզբից բանն էր բանը եւ այդ բանը միտքն էր։ Իսկ այդ մնացածը, որը Մարքսի խոսքը կրկնում եք, կեցությունն է որոշում, գիտակցությունը հակահայկականն է, դա բոլշևիկյան է եւ մեր կյանքն ապացուցեց, որ մենք այստեղ շատ արագ փչանում ենք, դրվում ենք նյութին եւ սկսում ենք իրար ոչնչացնել։ Հանրապետության մի դյուժին նախագահներ Արցախ Հայաստան տեսեք, ինչպես փչացան։ Սրանք գուցե եւ շատ մարդիկ են եղել, շատ դաստիարակված հայրենիքին ներված, բայց սրանց ավազը ցեմենտը կերավ, իրենք դուք տեսնում եք դեմքներին, սրանց մեջ նյութականությունից բացի ուրիշ ոչինչ չկա, ողորմելի մարդիկ են, իրենք իրականում դա խեղճության նշաններն է, ոչինչ չկա հոգիների մեջ, քան
սուտ խոսել, որ գանձագողությամբ չէ, որ միլիարդատեր են դարել, իսկ ինչպես գիտեք, աշխարհում բացի գանձագողությունը նախագահ չի կարող լինել ուրեմն ուրիշ մի բան, այ եթե սրանք են կոմսոմոլի փոխարեն կամ հրաժարվեն եւ իմանային, եթե այդ դասի մասին եմ ասում, ուրեմն սկզբից բանն է բանը եղել, ուրեմն այդ եթե նստած լիներ եւ այդ բանը միտքն է, հա, այն ժամանակ կլինեին ուրիշ մարդիկ, բայց դժբախտաբար այդպես է, կյանքը ցույց է տալիս, որ Մարքսի թեզիսը հայությանը շատ շուտ փչացնում է, բայց հայությունը չի ապրել մարքսիզմով, դա այդպես ուրիշ մի բան է, բոլորս ենք եղել, բայց եթե եղել ենք այդ սիստեմի մեջ, դա չի նշանակում հավերժ պիտի գերի մնանք նրան, ինչ որ մեզ պարտադրվել է, իսկ այն մեկը մեզ չի պարտադրվել, մեր ժողովուրդը աստվածնդիր ժողովուրդ է եւ Աստվածաշունչը իր սեղանի հոգեվոր ամենօրից կրկնեմ, սիրելիներ, սկզբից բանն էր բանը եւ այդ բանը միտքն է, ստեսություն ձեզ